Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցել եմ սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Նկարագրությունների բաժնում կտեղադրեմ նաև Կարեն Սարգսյանի Telegram-յան ալիքի հղումը, որին եւս ցանկության դեպքում կարող եք հետևել։ Բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Ողջույն Արեգ ջան, ողջույն։ Պարոն Սարգսյան, Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական գործընթացը ինչպես եք մեկնաբանում, ինչու հանկարծ այս փուլում իր գործունեությունը ավարտող կառավարությունը որոշեց այդ հարցը բերել օրակարգ։ Մեծ հավանականությամբ մենք հերթական անգամ տեսնում ենք Իսրայելի արտաքին քաղաքականության ելևէջներից կախված գործողություն, որը որ մի քանի հիմք ունի, ես այդպես եմ տեսնում։ Իհարկե, եկեք սկսենք այնտեղից, որ Իսրայելում եւ հրեական համայնքում ամբողջ աշխարհում այդ հարցը բազմիցս բարձրացվել է եւ նենց չի, որ հրեաները Հայոց ցեղասպանությունը չեն ճանաչում որպես ազգ։ Իսրայել պետության հարցը մի փոքր այլ է, իրանք սաղ կյանք եղել են Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հանդես եկող գլխավոր ուժը, բացի Թուրքիայից, եւ միշտ եղել են Թուրքիայի դաշնակից մերժման հարցում երկու հիմնական պատճառներով, մեկ, որովհետև հոլոկոստը պետք է լինի միակը եւ անկրկնելի, որպեսզի որոշ դեպքում այլ պետություն, օրինակ Հայաստանը չկարողանա ինչ-որ բենեֆիտներ ստանալ նրանից, որ երկրներ կան, որոնք մասնակցել են եւ հետեւաբար պետք է բան անեն, դրա դիմաց ֆինանսական պատասխանատվություն կրեն, օրինակ։ Եվ երկրորդը Թուրքիան Իսրայելի ամենամտերիմ դաշնակիցն է երկար տարիներ, Իրանի հետ մեկտեղ, բայց Իրանը 79 թվականից հետո ոնց որ դուրս եկավ դաշնակիցների շարքից գնաց թշնամիների շարքը, այդ թվում տանելով իսրայելական համայնքի զգալի գումարներ, որոնք ներդրված էին իրանական տնտեսության մեջ, եւ Թուրքիան մնացել էր միակը եւ ճակերտավոր անկրկնելի։ Հիմա Թուրքիան իր հերթին փորձում է խաղալ այն դերը, որը որ իսլամական աշխարհում բաց է մնացել, այսինքն սուննիտական սուննի իսլամի առաջնորդի դերը, շիա առաջնորդի Իրանն է, սուննի առաջնորդի ուզում է Թուրքիան լինի, եւ ներքին խնդիրները Թուրքիայի ստիպում են, որպեսզի ինքը առավել ակտիվ լինի արտաքին սահմանների ընդհանուր առմամբ ավտորիտար տոտալիտար երկրներում ներքին խնդիրների առկայությունը միշտ բերում է արտաքին քաղաքականության լուրջ փոփոխությունների։ Եվ մենք փաստացի ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ Թուրքիան Ղազայի հարցում արդեն բավականին երկար, Պաղեստինի եւ մասնավորապես Ղազայի, ինքը բավականին լուրջ իսլամական աշխարհի ճնշման փոխանցողն է Իսրայելի վրա, գոնե որ բառերով, չնայած մենք շատ լավ տեղյակ ենք, որ Թուրքիան երբևիցե նույնիսկ սկանդալներից հետո չի դադարել Իսրայելի հետ առևտուր անելը, իրանք բավականին լավ հարաբերություններ ունեն տնտեսական, ռազմաքաղաքական եւ այլն, բայց հիմա ոնց որ այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ քաղաքական կոնյունկտուրան ստիպում է, որպեսզի Իսրայելի էլիտաների որոշ զանգված եւ Թուրքիայի հասարակությունը իրար հետ գնան բախման։ Այս պատճառներից մեկը եւ ինձ թվում է ամենակարևորը սա է։ Եվ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որ դրվել է եւ կառավարությունը ընդունել է, Իսրայելը պարլամենտական երկիր է, Կնեսետի ընդունումը պետք է դառնա օրենք, այդ օրենքը պետք է դառնա, չգիտեմ, ժխտման համար պետք է քրեական պատասխանատվություն կրեն Իսրայելում, բայց այդ ամեն ինչ իմաստ չունի, որտեղ մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են հրեաները վերաբերվում օրինակ հայկական համայնքին եւ հայկական կոթողներին Երուսաղեմում, այդ իրանց ավանդական գնալ, խաչի վրա թքել, ճնշել, բան անել, այսինքն ենթադրել, որ Իսրայելը մեկ օրվա մեջ փոխվել է, իհարկե չի կարելի, Իսրայելը ցեղասպանություն իրականացնող պետություն է, նույն անկախ նրանից դրան ոնց է Իսրայելը վերաբերվում, Նետանյահուն եւ իր կառավարության առնվազն եւս երկու հոգի Հաագայի տրիբունալի օրդերներին են սպասում, օրդերները իրանց են սպասում, իրանք որպես այդ ռազմական եւ քաղաքացիական հանցագործություններ իրականացնող այդ թվում ընդհանուր մինչեւ ցեղասպանություն բազեն մեղադրանք ունեն եւ իրանք պետքա դատվեն։ Այս ամբողջ պատմության մեջ Հայոց ցեղասպանության հարցը Իսրայելի համար դառնում է ուղղակի խաղաթուղթ, որ ինքը հիմա գցեց դաշտ, որպեսզի Թուրքիային մի կերպ բան անեն։
հիշեցնել, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել քո դեմ, առավել ևս, որ իսրայելական բլոգերները կամ իսրայելական վերլուծաբանները խոսում են նրա մասին, որ այս ամենի հայտ եկավ, երբ Տրամպը որոշեց, որ կարող է F-35 տա կամ General Motors-ի General Electric-ի շարժիչները տա թուրքական 5-րդ սերնդի կործանիչի համար։ Այս ամեն ինչի մեջ շատ հետաքրքիր է Թուրքիայի արձագանքը, Թուրքիան շատ հետաքրքիր էր Թուրքիայի արտգործնախարարությունը, ինքը չի հերքում հայոց ցեղասպանությունը։ Ինքը Իսրայելին ասում է դու քեզ տես։ Սա ինձ թվում է այս ամբողջ պատմության մեջ ամենածիծաղալու եւ ամենազավեշտալի մասն էր, որ Թուրքիան իր պաշտոնական նամակում Ադրբեջանը իհարկե ասեց, որ այսպես կոչված ցեղասպանություն բան է կոմենտում, բայց Ադրբեջանը ոչ մեկ այս պատմության մեջ։ Թուրքիայի պատասխանը նենց էր, որ քո գործը չի, դու քեզ տես։ Այսինքն, այստեղ կարելի է ասա նաև մեկնաբանել, որպես Թուրքիայի պատրաստակամություն, ինչի ես վաղուց ասում էի, պատրաստակամություն այդ հարցի քննարկմանը Հայաստանի հետ ուղիղ, այսինքն առանց միջնորդների եւ ուղիղ շփման միջոցով, սա շատ կարեւոր բան է։ Իրականում սրա համար մենք պետք է շնորհակալ լինենք, իհարկե հրեաների մի մեծ զանգված պետք է նաև շնորհակալ լինի Նետանյահուի կառավարությանը, որ այսուհետ իրանք պատմության մեջ մեծագույն ողբերգության, հանցագործության ժխտողը չեն, այսինքն իրանք այլևս սրիկա չեն, ինչ որ այսպես պետք է ասա մեկնաբանել, բայց դա հրեական տեսանկյունից ոնց որ իրանք իրանց խնդիրները ոնց չի։ Երևանին չի ոգևորել Իսրայելի այս որոշումը ճիշտ է, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չպետք է այդ բաների մեջ մտնել։ Դե Նիկոլ Փաշինյանը այդ հարցերով ընդհանրապես ոչ հեղինակությունն է, ոչ բանը։ Իր քաղաքականությունն է Արարատի ժխտելը բանը եւ այլն, ինքը տենց մի տեսակ անընդունելի, ինձ համար անընդունելի վերաբերմունք ունի այդ բոլոր հարցերին, այն որ ասենք բանը, հա, ասենք Իսրայելի որոշումը մի պատմություն է, բայց դա չի նշանակում, որ դա Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից այդ հարցը չպետք է քննարկվի ընդհանրապես։ Օրինակ, ես չեմ ողջունում, որովհետև Իսրայելը դա էլի օգտագործում է որպես խաղատոտ, ինչ որ անցողիկ մի կտոր։ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում մեծ հավանականությամբ, որովհետև իր համար այդ բանը գոյություն չունի։ Դա է հիմնական տարբերությունը զգալի զանգվածի հայ ազգի եւ Նիկոլ Փաշինյանի եւ իր կողմնակիցների, ովքեր տենց ինչ որ չեն հասկանում, չեն ապրել այդ ցավը, չգիտեմ ինչ է։ Պարզապես նշվում է, որ հա քաղաքական բանը Իսրայելը խնդիր ունի Թուրքիայի հետ, դրա համար այդ հարցը առաջ է քաշում, բայց կա մի պետություն, որը հանուն հայերի ոտնահարված իրավունքների է ընդունել այդ ցեղասպանության փաստը։ Բոլորն էլ ինչ որ փուլում, ինչ որ իրենց պետության քաղաքական շահերից ելնելով ճանաչել են, չէ՞, ցեղասպանությունը։ Իհարկե։ Հիմա հաշվի առնելով չպետք է Հայաստանը դիրքավորվի այնպես, որ օքեյ, Իսրայելն ու Թուրքիան ունեն խնդիրներ, բայց եթե սա մեր ազգային շահին է համընկնում, ուրեմն կողմ ենք, որ ընդունեն, ճանաչեն։ Իհարկե դու ստեղ ճիշտ ես, Նարեկ ջան, ասենք ոչ մի պետություն չկա, որը ունի իրավունք, չկա, որը ունի բարոյականություն, չկա պետությունը որպես ինստիտուտ, որևիցե սոցիալ-հոգեբանական բնութագրիչով օժտված չի։ Դրա համար երբ մենք խոսում ենք ճանաչելը, այո, իհարկե ճանաչելը եւ դա ճիշտ է։ Եվ դա այդպես էլ պետք է լինի։ Եվ խնդիրը այնտեղ չի, որ ասենք մենք չենք ողջունում, որ ճանաչելա։ Չէ, մենք հասկանում ենք, որ Իսրայելը իր ներքին կամ արտաքին քաղաքականությունից ելնելով այդ քայլին գնացել է, ոնց ասեմ, հրճվանք չկա, եւ ասենք ոչ մեկ չէր ակնկալվեց, եթե ծուրը նստենք դուզը խոսենք Իսրայելի ճանաչմանը մենք Հայաստանը մենք սպասում էինք բավականին երկար, որովհետեւ սա եթե լիներ 10 տարի առաջ մենք կարողանայինք այս ճանաչումը եւ հրեական լոբինգի օգտագործումը դնեինք, գումարեինք մեր հնարավորություններին եւ ամբողջ աշխարհով ճանաչելի դարձնենք եւ արգելեինք ընդհանուր առմամբ հերկումը, որը բավականին մեծ նշանակություն ունի ոչ միայն բարոյական, դա նշանակություն ունի պատմական, տնտեսական։ Այսինքն դուք հասկացաք, եթե հիմա այս հարցը Իսրայելը ոչ թե լիներ ամենահատակին միջազգային հարաբերությունների վարկանիշով, այլ գոնե 10-12 տարի առաջվա Իսրայելը լիներ,
մենք սա օգտագործելով կարողանենք կցեինք իսրայելական լոբինգը մեր հնարավորություններին եւ պահանջեինք, որ Թուրքիան սահմանը բացի առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու, որովհետեւ դե ֆակտո սա նույն ցեղասպան քաղաքականության շարունակությունն է, որտեղ դու շրջափակման մեջ ես պահում։ Այսինքն մենք Հայաստան իշխանությունները կներեք, ինչու Հայաստան իշխանությունները այդ դիրքերից չեն նայում հարցին։ Չգիտեմ, Նարեկ ջան, այդ երևի իրանց է պետք է հարցնել։ Իմ ենթադրությունն է, որ արդեն ասացի, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ, քանի որ ինքն այնտեղ որոշում կայացնում է, ինքը չունի որևիցե, սենց ասեմ, պատմական կապ այդ ամեն ինչի հետ։ Ինքը չի հասկանում, ինքը իրան չի վերաբերվում այդ հարցը։ Ինքը սովետական համակարգի ստեղծած է։ Տարբեր պատճառներ կան, որոնցով որ այս կամ այն քաղաքական ուժը անում է կամ չի անում այս քայլը, բայց հիմա եթե մենք դիտենք, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը վերջի բանին, հիմա ես չեմ զարմանում, մարդը ասենք պահանջում է, որ մարդիկ Արարատից հրաժարվեն, որպես Հայաստանի սիմվոլ, որը որ հիմարություն է, Արարատը ազգային սիմվոլ է, եւ Արագածը երբեք չի դառնա։ Ու դա նորմալ է, որ ժամանակ առ ժամանակ հայ ազգը ծնում է ղեկավարներ, որոնք մի տեսակ հետո տարիների վերևից որ նայում ես, ասում ես լավ, օքեյ, էս արեց լավ էր, բայց ոնց որ սա մնացած հարցերով շպրտելու բան դուրս եկա։ Հիմա մենք ամեն անգամ այդ հարցը կարող քննարկենք, ամեն անգամ պատասխան չունենանք։ Ինչու չի անում Նիկոլ Փաշինյանը այն ինչ որ ես ասում եմ, որովհետև այդ Նիկոլ Փաշինյանն է, ոչ թե ես։ Ասենք ինքը այդքան խորությամբ չի հասկանում տարածաշրջանը, ինքը չգիտի պատմություն, չգիտի աշխարհագրություն, չգիտի ռազմաքաղաքական վերլուծություններ, ինքը գիտի թերթի խմբագիրը լներ։ Ինքը մինչև հիմա զարմանում է ու սկսում է գոռալ-գոչալ, որ ասենք, չգիտեմ, բնակչության 30 քանի տոկոս են ահռելի մեծ թիվը ստիրա ասելու, ձայնը տվեցին եռագլուխ ընդդիմությանը, որը հարգելիս, բայց դու ինչ ես սարում, մինչև հիմա ինքը չի ընդունում, որ մարդիկ իրան ատելով են գնացել։ Ոչ թե իրան գնացել են իօքուտ Ռուսաստանի քվեարկելու, այլ իրան ատելով։ Նույնիսկ այդ իրականության հետ ինքը համերաշխ չի։ Բայց 7 տարի, 8 տարի է դու ղեկավարության ես։ Դու գերեմ ասում, հիմա Նիկոլ Փաշինյանի վիճակում, որ Սերժ Սարգսյանը 2016 թվին, այսինքն նես չի, որ մի հրճվում ու սիրում են իրան բոլորը, ոչ։ Ու հերթական անգամ այս ամբողջ քայլերը ինչի ինքը սենց չի անում, ինչի նենց չի անում, որովհետև ժամանակը պատմությունը առաջարկել են, որպիսի ղեկավարները երկար չղեկավարեն, որտեղ որ երկար ղեկավարում են, իրականության հետ կապը կորցնում են։ Իսկ իրականության հետ կապը կորցրած ղեկավարը, ասենք, դառնում է, չգիտեմ, Օրբան, Էրդողան, Պուտին, Ալիև, 4 տարի հետո Փաշինյան, հանկարծ ձեզ չթվա, որ Փաշինյանը նենց ուրիպերի է, չէ։ Արդեն իսկ խնդիրը գնում է ոչ թե ստեղ հենա ավտորիտար չի, ոչ, իրականության հետ կապը կորցրած է։ Ու հնարավոր չի դա հետ բերել։ Ասենք ինքը պետք է դուրս գա, գնա նորից պետական ավտոմեքենայից իջնի, գնա սկսի քաղաքով մանգալ ցանկալի է, գնա մինչև տան հետ ճանապարհով դեպի Գյումրի, այդ ոնդերից Իջևան, որպեսզի հասկանա, չէ, որտեղ այն որ ինքս ամբողջ Հայաստանով պատտվում է շքախմբով եւ իրան բերում դեմ են տալի մարդկանց, ովքեր իրանով իրանում են, բայց դա հարցի լուծում չի։ Okay, ինքը հիմա միակ ուժն է, հաջողությամբ արեց ամբողջ ուժը ներդրեց, որպեսզի արևմուտքի համար հանդես գա որպես միակ արևմտամետ, բայց մենք գիտենք, որ ինքը արևմտամետ չի, չէ։ Մենք շատ լավ դա գիտենք, մենք շատ լավ հիշում ենք, մենք վեկտոր չենք փոխում, ֆլան, բեֆան, Ռուսաստանի Դաշնության մասին վատ խոսել չի կարելի, հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, այդ ամեն ինչը ոչ չենք մոռացել, լավ մենք ու ակվարիումի ձկանի շողություն չունենք։ Պարոն Սարգսյան, քանի որ եկանք ներքաղաքական թեմաների, ՍԴ-ն մինչ քննում է ընտրության հարցով ընդդիմադիրների հայցերը, Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ գաղտնի պլան ունի եւ դա կգործարկի ՍԴ որոշումից հետո, ըստ ձեզ դա ինչ կարող է լինել։ Գաղափար չունեմ, երևի ուզում է փախնի։ Գաղտնի Հայաստանից գաղտնի փախնելու հնարավորություն ունի։ Չգիտեմ ոնց, բայց օթապարիկով, դիրիժաբլով։
մի կերպ սահմանից չեմ թողել, բայց տենց կթողեմ։ Ինչ պետք է ունենա Սամվել Կարապետյանը, ինչ պլան պետք է ունենա։ Լավ, ասենք, եթե չենք խոսում են պլանի մասին, որի համար հոդված աղացնում, ինչ պլան պետք է ունենա Սամվել Կարապետյանը։ Իշխանապողության պլան է գուցե։ Կորանամ ես նարեկ, սկի 400 հոգի սեդերի մոտ չհավաքեցին, ինչ իշխանապողություն։ Իրանք ինչ-որ կարալ այդ հնարավորություն ունեն իշխանապողություն անելու։ Մի հատ իրանց նայ։ Իրանք սկի չկարացան հրաժարվել մանդատներից, գոնե այն մասը, որը ովքեր առաջնորդում էին, ովքեր տենց պետքա որ ներկայացնեին այդ պատիվը, բանը, այդ ընդդիմադիր ուժերի, նույնիսկ իրանք գնացին 650,000 դրամ մեր հաշվին ստանալու, լալեք դրանք կարան իշխանապողություն անեն։ Ես ոնց որ չեմ լսում, որ իրանք ասում որ մենք հրաժարվում ենք մանդատներից, բան, չկա։ Խելոք գնալու են նստեն իրենց փողը ստանան, ասի չէ, մենք համել եմ ասել կրկնեմ, շաբաթը մեկ պետք է գոռան բանին ազգային ժողովում, պետք է գոռան օղատու դավաճանել, ինչ պետք է անեն։ Ինչ մի գաղտնիք է այդ պլանը։ Բայց ընդդիմադիր ուժերի համախմբում է առաջարկել, Քոչարյանն էլ կողմ է արտահայտվել, Ծառուկյանը ասում է ճանապարհային քարտեզ ներկայացրեք, Հրաշալի է։ Հրաշալի է։ Շնորհավորում եմ։ Թող համախմբվեն։ Մեզ մոտ համախմբում տարօրինակաբար մի անգամ տեղ ունեցավ, երբ որ շատ պետք էր իրականում այդ հետո պարզվեց, որ դա էլ համախմբում չէր, բայց ամեն դեպքում մեր Եվրաքվեի համար ինչ որ 4 ուժ մի կերպ դրեցին գրպանները, որ իրանք իրար ատում են ու փորձեցին ինչ որ բան անել, հետո կյանքը եւ փորձը ապացուցեց, որ իրանք ոչ մի հարց չեն լուծում, այդ ուղղակի իրականում ժողովրդի կամքություններ այդ պահին, ինչպես ասում էր հանրապետական գործիչներից մեկը, լիներ Նիկոլի ուսապարկը, թե գլխարկը, միևնույն է այդ Եվրաքվեի ձայները կհավաքվեին, այնց որ բարեցես, ոչ մի համախմբում էլ չի լինելու, որովհետև այն ուժը, որը կանգ են երկիրը, որը կանգնած է այդ համախմբման հետևում, կներեք, ոչ վառելիք ունի, ոչ բանակ ունի, ոչ իշխանության մեջ մարդ ունի, այդ բունկերային առնետը վաղուց մարդ չի, ուղեղը թռած է, ինքը իր համար ինչ-որ բաներ է խոսում, իր բաներում, ոնց որ բունկերում ինչ-որ խաղ է խաղում, իր քարտեզներն է գծել, այդ քարտեզների վրա իր զորքերը առաջ են գնում, որ գումարես սաղ իր առել գնացած կիլոմետրերը, բարձր ռուսական բանակը վաղուց բանում Ատլանտիկ օվկիանոսի դեմը կանգնած է, ասենք, մի տեսակ բան է, Ռուսաստանի թեմային դեռ կգանք, Սամվել Կարապետյանը նաև դատարանի բակում հայտարարեց անդրադառնալով այն մեղադրանքներին, որ ընդդիմությունը ներկայացնում է իշխանությանը, որ արևմտյան թևից եղել է աջակցություն, լրագրողները հիշեցրեցին, որ Վլադիմիր Պուտինն էլ իրեն է աջակցել, ասում է ինչ գիտեք, որ դա ինձ է ուղղված եղել, որովհետև ասում է միայն մեր կուսակցությունում Ռուսաստանի անձնագիր ունեցող 20 հոգի կա, ասածն այն է, որ կարող է մյուս անձանց է այդ աջակցությունը եղել։ Հիմա հետաքրքիր հարցը ձևակերպեցիր, նկատեցիր ինչ ծիծաղալու ստացվեց, արի Ռուսաստանի հարցին հետո կանրադառնանք, երբ Սամվել Կարապետյանը Ռուսաստանը չի դնում, եթե խոսում ես Սամվել Կարապետյանի մասին, ստիպված խոսում ես ռուսական ազդեցության։ Սամվել Կարապետյանը ինչպես եւ ցանկացած անկախ ազգությունից երևի մի քանիսը բացառելով իրավունք ունի սահմանադրական դատարանի դեմը կանգնած, եթե լրագրողները իրան հարց են տալի, ինքը ազատ է խոսել այն ինչ որ ուզում է։ Նույնիսկ ինքը ազատ է ասել, չգիտեմ, բանի Մայք Ալկագալեչկայով բարի, տարբեր տրենգի, բանց, ինչ ուզում է կարող անի, ազատ երկիր է։ Ինչեք սահմանափակում մարդու իրավունքը հետիատ պատմելու։ Իր ղեկավարը անմիջական նոր է ասում։ Բանը բունկերային առնետ Վլադիմիր Պուտինը պատմում է, որ ռուսական բանակը, ասենք 75 միլիոն քաղաք է վերցրել, 168 միլիարդ ուկրաինական զորք է ոչնչացրել, լրագրողների մոտ ազատ նստած, հիմա այն էլ մի կերպ տենց փուճուր աղաց անցյալ է, ինքը փուճուր սուտ է ասում, ինչ եք բանում։ Բայց մի նորաստեղծ կուսակցությունում, որի գաղափարախոսությունը Հայաստանի ինքնության պահպանումն է, ոչ
թուրքացմանը, ոչ ադրբեջանցիների գալուն, հա, իրենց կարգախոսների դա է, լինի 20 հոգի, որը նաև Ռուսաստանի անձնագիր ունի, սա արդյոք խնդրահարույց է, թե ոչ։ Այդ հարցը բավականին հետաքրքիր է, տես քանի որ ինքն է ասել, մենք կարող ենք այդ հարցը քննարկել, հա, այսինքն ոչ թե ենթադրում ենք ինչ որ բան ենք անում։ Իմ կարծիքով դա մի փոքր չեմ կարող ասեմ սխալ է, որովհետև յուրաքանչյուր հա ինքը բացի ամեն ինչից նաև ունի հայկական անձնագիր, եւ Հայաստանի կուսակցությունները այնպես է որ կարան թիմ ընտրություններին է մասնակցեն, իսկ թիմ ընտրություններին սահմանափակում չկա բան, իրանք վերջի 4 տարին ուղղակի պետք է ապրեն։ Հիմա կարանք խոսենք դրա մասին, որ չի կարելի, բայց պետք է ասենք ռեալ նայենք, բավականին մեծ զանգվածի մարդ ուղղակի այս տարիների ընթացքում դա լավ չի, պետք է հրաժարվեն։ Բայց այն որ Զախարովան կամ Լավրովը կամ այն մեկը կամ երրորդը կամ չորրորդը խոսում էին Սամվել Կարապետյանի մասին, դրա մասին կասկած չկա։ Ասենք ինչ մասշտաբի մարդ այդ 20 հոգին այնց մասշտաբի մարդիկ են իր կուսակցությունում, որ Պուտինը կարա բանանի, հա, Փաշինյանին նստած պատմի դրա մասին, ասենք խոսի դրանց ընտրությունների մասնակցելու կամ իրանց իրավունքները պաշտպանելու մասին, ակնհայտորեն իր մասին է խոսքը գնացել։ Այսինքն այդ հարցը թողենք մի կողմ։ Իսկ որ 20 հոգի կա, կարող է 20 հոգի կա Ռուսաստանի քաղաքացի, հիմա մարդու բախտը չի բերել։ Կարող է կուսակցություն կա 10 հոգի էլ Ամերիկայի քաղաքացի, այդ ես դրան թեթև եմ նայում։ Ես այտենց չեմ տեսնում դրա մեջ լուրջ քննարկման թեմա, որովհետև ի վերջո անձն է որոշիչ, այսինքն մարդու արժեքային համակարգն է։ Այն որ ինչ որ մեկը ունի Ռուսաստանի քաղաքացիություն, իրան ավտոմատ չի դա, այսինքն եթե ինքը Ռուսաստանի բանակում չի կամ ռուսական պետական համակարգում չի, ինքը ավտոմատ չի դառնում ռազմական անձնագոհ։ Կան մարդիկ, ովքեր Ռուսաստանի քաղաքացի են ու նորմալ մարդիկ են ու նաև Ռուսաստանից դուրս են ապրում, հիմա էլ ամեն ինչ անում են, որ Պուտինը երկու օր շուտ սատկի։ Դրա հետ ոչ մի խնդիր չկա։ Այսինքն այդ քարանձավային մտածելակերպը պետքա թարգել։ Իսկ ինչ վերաբերում է իրանց բանախոսին, ինձ չի թվում, որ այդ կուսակցությունը կյանք ունի երկար։ Կուսակցական առումով, հա, որովհետև նշված այդ բանաձևը, որ չգիտեմ, հայապահպանությունը եւ հայոց պետականության պահպանությունը, դրանք մի փոքր այլ բաներ են։ Հայապահպանությունը դա տամբլատաշն է ու տխուր ոտանավորներ տերյանական, լացակումած ու ողբանվակ։ Տարբեր աշխարհի ծերերում այտենց լիքը չակերտավոր հայապահպանություն կա, բայց որ գործը գալիս է բանին, առաջ ոչ ման չի լինի։ Այսինքն հայապահպանությունը եւ հայոց պետականությունը նորից, դրանք կտրուկ տարբեր բաներ են։ Այտենց հայապահպանություն շատ ենք տեսել։ Ոչ մանով չի ավարտվում։ Եվ պարոն Սարգսյան, Մինսկն քննում է ընտրությունների արդյունքները պետք է չեղարկել, թե չէ կամ այլ ինչ որոշում կկազմի, իշխանությունում վերադասավորումներ են, ազգային ժողովի նախագահին են փոխում, տեղակալներին, ինչ է կատարվում ԿՊ-ի ներսում։ Հարմարումը լավ է։ Այնպես չի, որ իրականում նախագահն եթե խոսքը Ռուբինյանի մասին է, ինքը նոր մարդ չի ազգային ժողովի կառավարության մեջ եղել է փոխնախագահ ազգային ժողովի։ Եթե ես ճիշտ եմ հասկանում խոսքը Կոջյանի եւ Վահագն Ալեքսանյանի մասին, հա, որոնք դառնում են փոխնախագահ, դե մի փոքր տենց իհարկե շատ վատ է, որ ԿՊ-ն չունի գետ մեկ կին, որը ներկայացված կլինի, որտեղ սա իրականում կարող է մի տեսակ շատ հակերտավոր բան է ստացվում, շատ բրուտալ է, էլի, այդ լավ չի կին պետք է լինի մեկը հաստատ։ Դա նաև ողջունելի է այն հարցերի քննարկման ժամանակ, որոնք վերաբերվում են կանանց եւ երեխաներին, փաստացի այդ հարցերը միշտ բաց թողնված են եւ դա նաև եվրոպական ինտեգրացիայի տեսանկյունից է կարևոր, որովհետեւ օրինակ կան բազմաթիվ միջոցառումներ, որտեղ Հայաստանը փաստացի ներկայացված չի լինի, որովհետև այդ կին առաջնորդների բաներն են, որոնք որ փաստացի դու չունես կին առաջնորդ այդ մակարդակի վրա։ Ինչ վերաբերում է մնաց ինչա կատարում, դե իրանց մեղքի իրանց վիզ, իրանք պետքա փոփոխություն, լավ է որ փոփոխություններ են լինում,
Լավ չի, որ բոլոր ոլորտներում չեն փոփոխություններ լինում, բայց ասենք նորմալ է Դա մտնում։ նշանակում է, որ Ալեն Սիմոնյանի թիմում չեն վստահում։ Ալեն Սիմոնյանը ամենաքիչ ձայները հավաքեց, երբ ընտրվում էր վարչությունը, ԿՊ-ի, եթե ես չեմ սխալվում։ Եվ դա ակնհայտ է, որ իրենք թիմում չեն վստահում։ Ինքը absolute քիչ են վստահում, ավելի քիչ են վստահում, քան բոլոր մնացած վարչության անդամներին։ Բայց շատ ավելի շատ, քան բոլոր մնացած անդամներին, որտեղ ի վերջո միևնույն է վարչության անդամը։ Այսինքն շարքային անդամների մեջ հա ինքը ինչ որ ունի խնդիրներ, չգիտեմ, ճիշտ ասած ներկուսակցական թեմաները ընդհանրապես բանից դուրս են։ Ալեն Սիմոնյանը իր դերը կատարեց, ինքը որպես ազգային ժողով նախագահ բավականին մեծ աշխատանք կատարել է։ Ես ասես մի քանի միջոցառում կա, որոնց մասին կարելի է հիշել, դա օրինակ Նորդիկ Բալտիկ ազգային ժողովների նախագահների, պարլամենտների ղեկավարների նիստն էր Հայաստանում, որը որ շատ մեծ նշանակություն ուներ։ Դա բազմաթիվ այցելություններն էր, որոնց ընթացքում Ալենը իրան ճիշտ է դրսևորել մանավանդ այս հիմա նոր մոդա է դառել, որ գործադիր իշխանությունը ուկրաինացիները շփվում, բայց հիշեցնեմ, որ Ալենն էր սկսել շփումները ուկրաինական առաջնորդների հետ։ Հիշեցնեմ, որ հենց ազգային ժողովի կողմից էր նաև ռուսական պրոպագանդիստների, որոնց հիմնականում կոչվում են պրոպագանդոն, դրանց բաները արգելումը Հայաստան մուտքը, հա, ասենք նույն Զատուլին դուրս վռնդեցին ազգային ժողովի մանով։ Այսինքն աշխատանքը, որը կատարել է ազգային ժողովը իմ տեսանկյունից, որպեսզի Հայաստանը ավելի առանձին վերցրած սուբյեկտություն աճի սուբյեկտությունը մանավանդ ռուսական ճնշումների դեմ այս ժամանակահատվածում, հա, որտեղ հիշեցնեմ 21-ից մինչև հիմա եղավ 23 թիվը, եղան բազմաթիվ բաներ, եղել է ուկրաինական պատերազմ։ Այս ամեն ինչում ես չեմ կարող ասել, որ ազգային ժողովը իրեն շատ վատ է դրսևորել։ Ազգային ժողովում կա ֆեյք ընդդիմություն, որը բացառապես աշխատավարձ ստանալու համար է գալիս։ Ազգային ժողովի ԿՊ ֆրակցիայում կան մարդիկ, ովքեր ըստ միջազգային մամուլի իրենց սխալ են պահել, մասնավորապես ինչ-որ ոսկի ու գումարներ են լվացել, իրանք հիմա չկան, տեսնենք ինչ կլինի, բայց խոսել նրա մասին, թե ասենք Ալեն Սիմոնյանը տապալվել է որպես ազգային նախագահ, իհարկե ոչ։ Որպես ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իրեն դրսևորել է լավ 5-ից 3, ասենց, կարող լիներ 4, բայց 4 չէ։ Պարոն Սարգսյան, անդրադառնանք Ռուսաստանում տեղի ունեցողին, սոցցանցերում կադրեր է տարածվում, թե ինչպես են իրար ծեծում բենզինի համար։ Սա ինչի կհանգեցնի։ Արդյոք Ռուսաստանի կառավարության են որոշումը, որ պահուստային բենզին են արդեն, հա, բանանում, հանում վաճառքի, դա կմեղմի է իրավիճակը, թե ոչ։ Ինչ որ ժամանակով ոչ թե այո, պահուստային, այլ արգելված բենզինի վաճառք։ Նայ, ինչ որ չափով հնարավոր է կոնկրետ առանձին վերցրած ժամանակահատվածում դժգոհությունը մարդկանց նվազեցնել, ոչ թե ման։ Բայց հիմնական խնդիրները առաջանում են գյուղատնտեսության ոլորտում, որովհետև հիմա գյուղատնտեսական ակտիվ, ամենաակտիվ սեզոնն է, այսա շուտով պետք է բերք հավաքը սկսի, այնուհետև այդ բերքը պետք է տարվի պահեստներ, այնուհետև պահեստներից պետք է տարվի արտադրող գործարաններ, այս ամեն ինչի խնդիրը ոչ թե հենց հիմա բենզինի կամ դիզվառելիքի պակասն է։ Այս ամեն ինչի խնդիրը այն է, որ արտադրող հզորությունների քանակով 20%-ը, այսինքն այդ նավթա մշակող գործարանների 20%-ն է վնասված 6 ամիս պլյուս ժամանակահատվածով։ Իսկ Ուրալից դեպի արևմուտք, այսինքն արևմտյան մասում Ռուսաստանի բենզինի արտադրությունը, բենզին վառելիքի, դիզվառելիքի եւ տարբեր բենզինների, այդ թվում տիպը 90-ը, i92-ի, հա, արտադրության քանակը նվազել է 40%-ով։ Սա նշանակում է, որ հասանելի է ընդհանուր արտադրանքի ընդամենը 60%-ով, որը բավարար չի, որպեսզի ռուսական տնտեսությունը նորմալ գործի, էլ չասած, որպեսզի մարդիկ Ռուսաստանում, ովքեր սովոր են ավտոմեքենա վարել ամեն օրվա ռեժիմով, իսկ Ռուսաստանի տարածքները մեծ են, ու այդ մկադի վրա կանգնել է այդ խցանումների մեջ վառելիքի ծախսը, ասենք 25-ից 30%-ով ավելացնում է, այդ մարդկանց ընդհանրապես չի հերիքի։
Մենք հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանում նույնիսկ այն տարածքներում, որտեղ առանձնապես ռուսական այդ բանը ենթակառուցվածքները վնասված չի Ուկրաինայի կողմից, այնտեղ միևնույն է 30 լիտր են լցնում։ Ես երեք զրուցում էի, թե այսօր առավոտյան ընկերոջս հետ զրուցում էի, ով Մոսկվայում ծանոթներ ունի, բեռնատար են քշում։ Ասում է 20-ից 40 լիտր դիզվառելիք են տալի։ Մարդիկ ովքեր բեռնատար են քշում, դա գիտեն ինչ է նշանակում։ Մեծ բեռնատարը 20 լիտրը ուղղակի համակարգի մեջ է վերցնում, 20 լիտր էլ իրան պետք է, որ խոդի տաս։ Նույն բանն է, ոնց որ տանկը։ Ու այս ամեն ինչը անդրադառնում է նաև ճակատին։ Այս ամեն ինչին գումարվում է նաև Ղրիմում արդեն իսկ ուտելիքի պակասը, որովհետև Ղրիմի կամուրջը չի աշխատում, մնացած ճանապարհները եւ մնացած փոքր կամուրջները տրակացած են։ Եվ այս ճգնաժամ արդեն խոսում են նրա գումար չկա, փող չկա, 5 ամսվա ընթացքում գնաճը արդեն տարեկանին հասել է 3.9 հայտարարված 4-ի դիմաց, բաները պարտքերը բանկային համակարգում պարտքերը եկե հասել են 6 տրիլիոն ռուբլի, սա այս ճգնաժամը չի ավարտվում, ինքը նոր է սկսում, ես ուղղակի դրա համար բան չեմ անում, առանձնապես չեմ ուզում դուրս գամ եթերներ ու ասել, բայ ես ձեզ ասում էի, չէ, բայց ասում եմ հապկեմ ձեր ԵԱՏՄ-ն, ԵԱՏՄ-ն կոլապսի է ենթարկվում, ԵԱՏՄ գոյություն չունի այլևս, որտեղ ԵԱՏՄ-ի հիմնական գլխավոր ուժը Ռուսաստանն էր, որը ագոնիայի մեջ, ուղղակի ագոնիա, ինքը տնտեսական ագոնիայի մեջ է, ինքը սենց կդիմանա մեծ է, մի տարի ու կես, բայց սա սովետական միության բանն է, ասենք, այն օրը կարդում եմ Կրասնոդարի մարզի ինչ-որ քաղաքում բանի հնդկաձավարի պակաս է առաջացել, դեֆիցիտ, որտեղից ինչ-որ մեկը ասել է, որ պրծնում է։ Խնդիրը ինչ է, պարզա չի առաջացել, պարզա լիքն է, բայց քանի որ բնակչությունը պատրաստ է նրան, որ տենց բաներ կարան վերջանան, մի օրվա մեջ մտել են խանութ, սրբել են։ Այսինքն բնակչությունն է պատրաստ ճգնաժամին ու պատրաստ է ճգնաժամին ընթառաջ այդ գործողությունների։ Շաքարավազ առնեն լուցկի, աղ, չգիտեմ, բրինձ, ալուր, տանեն, պահեն, սա էս է կոլապսը։ Կոլապսը այն չի, որ իրականում է պակասում։ Կոլապսը այն է, երբ որ քո ժողովուրդը արդեն տեղավորվել է այն մտքի մեջ, որ լինելու է սով։ Հովարային անջատումներ, սով, չգիտեմ, բենզինի բացակայություն, դիզվառելիքի բացակայություն։ Ղազախստանից բայց բենզին են ուզում ներկրել, դա խնդիրը չի։ Ղազախստանի արտադրությունը բավարար չի, Նարդին, շատ Ղազախստանն է, Հնդկաստանն է, Չինաստանն է, բոլորը կարող են ինչ-որ չափով տալ, բայց ահռելի մեծ է։ Ղազախստանի արտադրությունը նենց չի, որ մեծ է բենզինի։ Բելարուսն է կարա, Մոզիլը կարա տա ինչ-որ չափով, բայց դա ընդհանուր ռուսական պահանջարկի 1.2 կամ 2% կտակի, ոչ ավելի, իսկ կոմոտ Մոսկվան տենց չի սպարում, կոմոտ Մոսկվան սպարում է այի 100, եվրո 6, Ղազախստանը չի կար այդքան արտադրի, որ նույնիսկ Մոսկվան պարի, Կապոտնյայի պրոբլեմը այդ Կապոտնյայի Մոսկվայի այսպես կոչված նավթամշակող գործարանի տրակացնելը, որ եղավ մի քանի առաջ, ինքը Մոսկվայի բենզինի 40% էր տալիս, ընդ որում մեծ այդ Մոսկվա կոչվածի, հա, այսինքն դու 20 միլիոն բնակչության 40%-ը բենզինից զրկել ես, ընդ որում Մոսկվան ամենատենց ավտոմեքենաներից ու տրանսպորտից օգտվողն է, դու մինչև Մոսկվան լրացնես, Վլադիմիրը Վարոնիչն ու Յարոսլավլը սովատ սատկ են, կնստեն իշերի վրա, ասենք ինչով պետք է գնան գան այդ մարդ։ Եվ այս իրավիճակը ինչ նոր ելք, ինչ նոր խնդիրներ կառաջանցնի, այսինքն սրանից ինչի անցում կկատարի Ռուսաստանը։ Դա հարց է, որի արժեքը մոտավորապես 25-30 միլիարդ դոլար է, նա այն խնդիրը որտեղ է։ Տնտեսական ճգնաժամը, Մոսկվայի բորսայի անկումը սկսած պատերազմից ինքը կրկնակի ընկել է, այսինքն հիմա կեսն է արժեքությունը, այսինքն ամենաառաջի հետևանքը դա
մեծ խաղացողների, օրինակ Գազպրոմի, Ռոսնեֆտի բանի, այլ ավելի խոշորացումն է, որի հետևանքով իրանք կկորցնեն դինամիկան։ Փոքր միջին բիզնեսը մեռնելու է, շինարարական ոլորտը մեռնելու է, ամբողջությամբ, այդտեղ շանս չկա։ Միջին դաստ որպես այդպեսին չի լինել Ռուսաստանում։ Սա իր հետևանքները երկակի է։ Մեկ, բավականին երկար Ռուսաստանը գոյություն կունենա ինչպես Թուրքմենստան, Մոսկվաբադ, ոնց որ ասում ենք, այսինքն երկիր, որտեղ բոլորը ճնշված կլինեն, ոչ մեկ առանձնապես իրավունք չի ունենա, բայց բոլորին մի թիքա հացը կհասնի։ Օրինակ Հյուսիսային Կորեա, շատ Հյուսիսային Կորեա կլինի։ Եվ երկրորդ տարբերակը հիշեցնեմ, որ 1917 թվականին Ռուսաստանի Փետրվարյան հեղափոխությունը սկսվեց նրանից, որ կանայք դուրս էին եկել Պետրագրադի փողոցները եւ հաց էին պահանջում։ Գոռում էին խլեբա, խլեբա, խլեբա։ Հետո ըստ լեգենդի ինչ-որ մի անկյունի հետևից մեկը հումորի լավ զգացումով գոռաց «Դալոյ ցարյա»։ Այդտենց էլ սկսվեց։ Ու ինչ-որ մի պահ Ռուսաստանում ինչ-որ մեկը էլի կամեդի կլաբից երևի պատանից կգոռա «Դալոյ ցարյա»։ Ու մենք կտեսնանք Ռուսաստանի հերթական ցարին, որտեղ ինչ-որ մի նկուղում Սիբիրում կգնդակահարեն Պուտինին, երևի չլինեմ, կամ չեն գնդակահարի, կտանեն Հաագա։ Բայց ամեն դեպքում այս երկու տարբերակն է, ինքը դառնալու է կամ շատ Հյուսիսային Կորեա, կամ լինելու է հերթական ռուսական հեղափոխությունը, իսկ ինչպես հայտնի է, ռուսական հեղափոխությունները շատ դաժան են ու շատ անիմաստ։ Ռուսական հեղափոխությունների հետևանքով բնակչությունը միշտ կրճատվում է, կիսվում է։ Իսկ Ռուսաստանի բնակչությունը մի հատ էլ որ կիսվեց, ինքը արդեն դառնում է 70 միլիոն, այսինքն Եգիպտոսից ու Իրանից փոքր։ Ու այդ ահռելի տարածքներում մարդաբնակ բան չի։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, Նարեկ ջան։